Հիմա ես կարդամ ծրագիրը, որը ես ներկայացնում եմ եւ ի գիտություն ազգիս, ի գիտություն գիտակից բոլոր հատվածին, եթե որը ձեր սրտովը չի լինի, կա նաեւ իմեջի մեջ տեղադրած, բայց ես ինչի համար եմ ասում, որովհետեւ ցանկացած գիտակից մարդ նաեւ պիտի հասկանա, որ եթե, հա, դու ծրագիր չես ներկայացնում, խոսում ես օդի մեջ, սրանք դավաճան են, պետք է հեռացվի, էսի վատ այս իշխանությունը սենց է, բայց դու ինչ ես ցանկանում, ինչ փոփոխություններ, ինչ գործողություններ կատարել, որի գործողության, հա, հետևանքով կպատժվեն, գնդակահարվեն, հա, նրանց կողմից թալանվածը հետ կբերվի, հա, ստեղծես ինչ պետություն, ինչ ում սեփականությունով, քո սեփականությունով, թե ազգի պետության, հանքերը լինեն որպես քո մասնավոր լափի առարկա, թե մտնի պետական գանձարանը, լինի ազգի պետությանը, որի եկամուտը կներդրվի ազգի պետության հզորացման, նրա բարգավաճման, զարգացման համար։ Իսկ հասարակ պրիմիտիվ բաներ եմ ասում, բայց որևիցե մեկը դրա հարցերի կոնկրետ ուղղվածությունը չի ուղղորդում ես պորնո կամանդին, որ դուք էլ հասկանաք, ով է, ով ինչ է Իրանից ներկայացնում։ Հիմա ես կարդամ իմ ծրագիրը։ Տասնյակին հասնող հայոց ցեղասպանությունների պաշտոնական ճանաչում եւ պահանջատիրություն։ Բ. Ըստ միջազգային օրենքների եւ բանաձևերի ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների օրենսդիր եւ գործադիր ղեկավարների կողմից ճանաչված եւ ստորագրած իրավական ընթացակարգի բանաձևերի ազգային ազատագրական պայքարի հռչակում եւ իրագործում, պայքարի ազատագրման ձև։ Գ. Ըստ ազատագրական պայքարի 30 տարվա 4 պետական դավաճանների, այդ թվում նաեւ Արմենչիկ Սարգսյանի եւ նրանց համակարգերի կույսակցությունների համակարգերի, որոնք են դրանք, Պորլամենտները ոչ միայն սա, այլ նաև սկսած քորից, վերջացրած Փաշօղլուց, համակարգերը, մուսռները, դադաղազները, ԱԱԾ-ները, քննչական կոմիտե, դադարաններ, վերաքննիչ, առաջին, վճռաբեկ, սահմանադրական կոչված, քաղաքացիական, քրեական, վարչական, բոլորին պատասխանատվության, բոլորի կողմից կիրառված ազգի պետության դեմ շինծ ու գործերի սարքելու պրոցեսում ազգի ներկայացուցիչներին ապօրինի անօրինական արևանգելով պատանդի կարգավիճակում պահելով բոլոր քրեակատարողական հիմնարկ կոչվածներում նրանց նկատմամբ հետապնդում քաղաքական, ֆիզիկական, բարոյական հետապնդում իրականացնողներին գնդակահարել, պատժել։ Շարունակեմ։ Ըստ ազատագրված ազատագրական պայքարի 4 պետական դավաճաններին եւս 5-ի դրա անունը լրացուցիչ Արմենչիկ Սարգսյանի, Լենդրոշին Խալիլյան, ԼՏՊ ինքը Ռաուֆ Սեյդօղլի ինքը Ռոբիկ Քոչարյան, Սերժիկ Նարիմանով ինքը Ս Սարգսյան, Նիկոլ Փաշինյան ինքը Փաշօղլի, Արմենչիկ Սարգսյան կոչված այսօրվա վրա, որ բռնազավթել է նախագահի պաշտոնը, որը ապօրինի է պետական դավաճան, միջազգային հանցագործ, գործակալ, պորնոզավակ, թուրքի վիժված,
Այսօրվա եւ նախկին համակարգերի ղեկավարների բոլոր աժում եղած կուսակցությունների ղեկավարներին, մասնակիցներին, հանցակիցներին եւ կատարողներին մեղադրել պետական դավաճանության եւ միջազգային հանցագործությունների մեջ։ Տեղեկացնել բոլորին, որ ըստ Ռոբերտ Սիմոնյանի ազգային ազատագրական պայքարի անցած իրավական ընթացակարգի բանաձևերի վերոհիշյալներս համարվում են պետական դավաճառներ, այսինքն որոնց անունները նշեցի, ներկայացրեցի, ազգայնախոհ Խալիլյան Լենդրոշից սկսած մինչև Փաշողլու եւ նրանց համակարգերով որպես պետական դավաճաններ եւ միջազգային հանցագործներ, նրանց կողմից ստորագրված բոլոր միջպետական եւ ներպետական 30 տարվա ստորագրությունները, պայմանագրերը, վճիռները, որոշումները, գործողությունները առ ոչինչ են, որովհետեւ ստորագրվել են, կայացվել են, համաձայնեցվել են պետական դավաճանների միջազգային հանցագործների կողմից։ Անօրինական են, ապօրին եւ իրավական հետևանքներ չեն կարող առաջացնել։ Պետությունից ազգից թալանված գանձերը, գողացած, յուրացրած, օտարած, զավթված հարստությունները համակարգերը իրավական ճանապարհներով վերադարձնելու նպատակաուղղված բիրտ եւ անզիջում քաղաքականություն։ Իդեպ, մեզնից թալանվածը ապօրինի է եղել։ Մենք որ ստեղծենք ազգային ազատագրական պայքարի միջոցով համակարգեր, ազգի պետության շահերը սպասարկող, պաշտպանող համակարգեր, ոչ թե մուսար, մալիցա, ոստ չէ, դրանք անվանափոխվելու են, ու եւ մենք սկսելու ենք Արմենիայի վերածնունդը։ Գ. Հայոց հողի եւ ընդերքի եւ բոլոր ստրատեգիկ կառույցների ազգայնացում, ամուսարի եւ նմանատիպ հանքերի արգելափակում։ Դ. Արցախի ՀՀ-ի կողմից պաշտոնական ճանաչում որպես մեկ ազգ, մեկ պետություն հռչակումով, ամրագրմամբ, պաշտոնական ճանաչումով, 480,000 քառակուսի կիլոմետրի պահանջով, որն է 290,000 քառակուսի կիլոմետր Կիլիկիա պլյուս 40,000 կիլոմետր, 40,000 քառակուսի կիլոմետր Կիլիկիա պլյուս Նախիջևան պլյուս Արցախ, Դաշտային, Լեռնային պլյուս Ջավախք, Ախալցխա, Բաթումի պլյուս Ատրպատական իր Բաքուրակերտ մայրաքաղաքով, մեր Բաքուր արքայի անվամբ, որ այսօր վերանվանվել է այս պորնոների եւ նախկի եւ այսօրվա, վիժվածքների կողմից որպես Ադրբեջան գոյություն չունեցող պետություն։ Մենք 480,000 քառակուսի կիլոմետր պահանջներում ենք։ Շարունակեմ։ Հայոց սփյուռքի իրավունքների վերականգնում եւ համահայկական աշխարհասփյուռ հայ ազգին միավորելու պետական քաղաքականություն։ Զ. Համազգային քննարկումների միջոցով հայ ազգային, բայց ես հիմա կասեմ արմենական ազգային, մեր Արմենիա պետության վերածննդի սկսման իրականացման գործընթաց։ Միջոցով հայ ազգային կառավարության ձևավորում, աշխարհի բոլոր հայերի մտածող խավի խորհրդով, տեսեք, խավի, ես տեսեք չեմ տարանջատում Հայաստան, սփյուռ, տեսեք ինչ եմ ասում, ես միավորում եմ, աշխարհի բոլոր հայերի մտածող խավի խորհրդով բաց քննարկումների եւ քննարկումների միջոցով հայոց ազգային պետության
Արմենական, հիմա լրացուցիչ էդ էլ ասեմ։ Սա բաներ կան, որ մենք ընթացքում կարող ենք նաև շտկել։ Որովհետև շատ ժամանակ տեսեք, ես որ ասում եի Արմենիա, շատերի համար մի քիչ ոնց որ ասած, չգիտեմ, խորթ է, թե անհասանելի է, թե ոչ ընկալելի, որովհետև տեսեք, բոլոր պետությունները մեր բնորանը անվանում են Արմենիա, բայց մենք չգիտեմ ինչու ասում ենք Հայաստան, այս վիժվածքների միջոցով։ Մենք Հայաստան չենք, մենք Արմենիա ենք, մենք էլ արմեններ ենք, հայեր չենք, մենք արմեններ ենք, արմենական ծագում ունեցող, արիացի ազգ ենք, արյուծ ազգ ենք։ Իսկ դες սարքել են ստրուկ, շարունակեն։ Աշխարհի բոլոր աշխարհի բոլոր հայերի մտածող խավի խորհրդով բաց քննարկությունների եւ քննարկումների միջոցով հայոց ազգային պետության սահմանադրության կերտում, հաստատում, հռչակում։ Հայաստանի Հանրապետությունը վերանվանել մեծ հայ, բայց ես ասում եմ մեծ Արմենիա։ Հիմա դա շտկելու են։ Արմենիա։ Իսկ հանրապետությունը ազգային պետականության Արցախ, Նախիջևան, Սևրի պայմանագրով ճանաչում, արդարացի իրականացում, պետական եւ պաշտոնական սահմանների ճանաչում, պահանջատիրություններ, որոնք ես իրավական կարգով արդեն իսկ մտցրել եմ։ Փաստ հիմք իմ կողմից ներկայացված ձեզ պաշտոնական փաստաթղթերը, որ ընթացակարգով անցել են, համակարգեր կոչվածներով, դադարաններով, դադավորներով, միջազգային կառույցներով, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, ԵՀԿ, Եվրոդադարան, Հաագայի դատարան, Ինտերպոլել եմ մցրել, բոլոր համակարգերով տարել եմ, մնում է տեր կանգնել, շարունակեմ։ Թե բոլոր զինվոր կորցրած ընտանիքներին արժանավայել թոշակի նշանակում, բացի դա լրացուցիչ։ Մեր երեխաներին որպես վարձկան, որ տարել են եւ զոհաբերել են, նաեւ այդ գումարները, որոնք այս վիժվածքները, այս պորնո զավակները ձեզնից հափշտակել են, թալանել են, այդ թալանվածը պետք է վերադարձվի ձեր երեխաներին, մեր ոսկե սերուցքին, ձեր ծնողներին, որ արժանավայել դուք հպարտությամբ հիշեք ձեր երեխաների ով լինելը, նրանց որպես արյուծազավակ, նրանց որպես արյուծներ, ձեր անասուն խելքով տանած զոհաբերված։ Եղավ աղբերս։ Հա, Գապու։ Եղավ աղբերս։ Ինչ է Գապու ջան։ Ուղիղ բանը։ Եթերը։ Այո։ Հա, միացած է Գապու ջան, հիմա եթերում եմ։ Շարունակեմ։ Լավ, եղավ աղբերս։ Շարունակենք։ Բանակում երթման տեքստի վերամշակում եւ ծառայում են բառից սկզբունքայնորեն հրաժարվում եւ հետագա քննարկումների միջոցով նոր երթման տեսքի գրում եւ հաստատում։ Արևելահայերենի եւ արևմտահայերենի պետական լեզու հռչակում եւ գրաբարի պարտադիր ուսուցում դպրոցներում, որ մենք իմանանք որտեղից ենք եկել, մենք ով ենք, որ աշխարհը մենք մեր ազգը տվել է քաղաքակրթությունը, այսօրվա վրա դուք ձեր իսկ անգիտակցական, անգիտակցաբար մտածելակերպի հետևանքով այսօր ունենք այն, ինչ ունենք։
Էսա եթե նեղություն չի մի հատ էլ, հա, գրեք, էլի իմ մոտ եթերը կանգնեց ցույց տալիս, որ կանգնում, այս վիժվածքներն են աշխատում։ Էլ օտար երկրների կողմից ֆինանսավորվող ցանկացած հակազգային կազմակերպությունների հայքի Արմենիայի մեջ արգելում, իսկ խախտողներին որպես ազգի դավաճանների եւ պետության թշնամիների դատապարտում պատիժ։ Խ. Այլասերության քարոզի եւ հայ արմենական ընտանիքի սուվերենության եւ ավանդական բարքերի դեմ քարոզների արգելում, նաեւ խիստ պատիժ, ընդհուպ գնդակահարություն։ Քարոզների արգելում, կրոնական քարոզչության արգելում պետական հաստատություններում, մանկապարտեզ, դպրոց, բանակ եւ այլն։ Նման եւ նմանատիպ քննարկումների եւ համատեղ համագործակցությունների համար ազգիդատ հայորդիների միությունը կոչ է անում բոլոր հայերին, բոլոր արմենական ծագում ունեցող անձերին, բոլոր Սփյուռքում գտնվող, Տիեզերքում գտնվող, հա, որտեղ գտնվող մտավորականների, ազգային ծագում ունեցող պարտադիր չի մենակ արմենական, այլ նաև ազգային ծագում ունեցող այլ ազգի ներկայացիչների մասնակցություն։ Տեսեք ինչ եմ ասում։ Հայերին, ցանկացած արմեններին, այլ ազգիներին, ցանկացած խմբով, միայնակ, թե միություններով, մշակված ծրագրերով, թե անծրագիր գան եւ մասնակցեն բաց քննարկումների, ողջախոհ բանավեճերի, համագործակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար, Քաշաթաղ կազմակերպության նախագահ, ազգիդատ հայորդիների միության նախագահ Ռոբերտ Սիմոնյան։ Հիմա եթե որևիցե մեկին իմ ներկայացրածը սրտով չի, ուրեմն նա թուրքի շինված, բազմակի օգտագործված եւ բազմակի օգտագործվող գործիքներից է։ Ես հիմա, տեսեք, այս եթերը խափանում են, մենք անգամ չենք կարողանում իրար հետ հարց ու պատասխանի միջոցով շփվել։ Դա խնդիրներ է առաջացնում։ Ես արդեն իսկ նոթբուկը կա հիմա երևի որոշակի խնդիրներ կա նաև, այսինքն կարգավորման նկատի ունեմ, այդ կարգավորումների միջոցով երևի ընթացիկ նշված խնդրու առարկանել լուծենք, որ կարողանանք մենք համատեղ եւ համագործակցել եւ նաեւ մտքերի, գաղափարների, ծրագրերի, հա, եւ նաեւ անմիջական հանդիպումների ընթացքում կարողանանք այս մեր բոլոր ազգային պետական խնդրո առարկաների լուծումը տալ։ Մոտ օրերս ասում եմ, մենք պետք է դուրս գանք, ես պարզապես սպասում եմ ձեր արձագանքը, ձեր գիտակից մոտեցումները, որի ընթացքում կարողանանք համախմբվել, միավորել ազգերի, որովհետև նշված ցեղասպանությունները իրականացվում են մեր ազգի, նաև այլ ազգերի դեմ, այդ թվում նաև ռուսների, այդ թվում նաև կրոնական այլ պատկանելություն ունեցող անձերի, տեսակների դեմ։ Հիմա մեր խնդրու առարկան որն է, այսօր ձեր գիտակցականի բարձրացում, ասածներից վերլուծություն, քննարկում եւ համապատասխան
գործողություններով, քայլերով համախմբման, ազգային ազատագրական պայքարին եւ ձեր իսկ սրբությունների, ձեր իսկ երեխաներին տեր կանգնելու, մեր իսկ պետությանը բնորանին, ընդերքին, սեփականություններին, համակարգերին տեր դառնալու եւ կառուցել ազգային պետություն իր ազգային համակարգերով եւ բարգավաճում բոլոր ոլորտներում տնտեսության, արդյունաբերության, ռազմական, ստրատեգիկ, տեխնիկական, թեթև արդյունաբերություն, ծանր արդյունաբերություն, բոլոր եւ համագործակցություն, նորից եմ ասում, ոչ միայն արմենական ծագում ունեցող, այլ նաեւ այլ ազգերի հետ։ Այսքան է։ Սպասում եմ ձեր գիտակցականի բարձրացմանը, վերլուծականի, ընկալմանը եւ միավորմանը։ Բոլորս ազգային ազատագրական պայքարին միացեք, որ փրկենք մեր սրբությունները, մեր պետությունը, մեր բնորանը, մեր ազգին, ձեր երեխաներին, ձեր ընտանիքներին, մեր ապագան։ Այսքանը։